Թե հաշվի առնենք, որ հիմա նաև ստուգումները տեսաձայնագրվում են ու շատ հետաքրքիր տեսաձայնագրություններ են ի հայտ գալիս։ Վատն է, որ այս տեսաձայնագրությունները ինձ թվում է Պեկի նավը չի նայում, բարևարկությունից են խոսում, ասեք մեկ-մեկ այդ ձայնագրությունները, որ լսում ես, շատ էական բարևարկության կանոնների խախտման տենց իմ կարծիքով դեպքեր կան, բայց չգիտես ինչի, ասենք Պեկը այդ Պեկի նավը չի նայում։ Ստուգումները չի հասցնում նայել, գուցե հետ են ընկած եւ ենթադրենք հիմա նայում են 6 ամիս առաջ։ Ես առաջվա։ չգիտեմ ինչ են նայում, բայց եթե այդ վարչությունը կա, գոնե եթե ամեն օր ասում են, Պեկ նախագահ ամեն օր հայտարարում ասում է մենք մի ընտանիք ենք, չի կարա ընտանիքի անդամը մի ընտանիքի անդամի վրա, այսինքն վարքագիծը տենց վատ վարքագիծ դրսևորի, էլի, ընտանիքի անդամը։ Մոտեցումը իմ կարծիքով ողջունելի է, ինձ թվում է դու էլ դրական կգնահատես, եթե այդպես մոտենանք նաև հարկ վճարողներին, բայց ասացիդ պես ընտանիքի դեպքեր կան, որ ընտանիքի անդամի հետ այդպես չեն վարվում։ Այսինքն եթե բանը հնչեցվում, գաղափար, բան պետքա տակը նաև բովանդակություն լինի։ Եթե գաղափարը հնչեցվում է, գործողությունների տակը չի զգացվում այդ բովանդակությունը, իրական բովանդակությունը, տակը չի ստացվում է հայտարարության համար։ Հիմա ես հույս ունեմ, որ այս մեր հաղորդումից հետո միջոցներ կձեռնարկվեն եւ հետեւողական կլինեն, որ այն գաղափարը ինչ Պեկ նախագահը առաջ է քաշում, նաեւ ներքևում դառնան իրագործել։ Այո։ Ոչ թե մենակ ոչ միայն նախագահի կամ այսպես ասած բարձր ստորաբաժանումների բարձր պատասխանատուների մոտ դա կիրառվի, այլ ընդհանրապես իջնի ներքև եւ ռեալ պրակտիկայում վարչարության մեջ դա երևա։ Հակառակ դեպքում դիսբալանս առաջանում շատ, այսինքն այն լավ բանը ինչ որ ասվում է, միանգամից հակառակ էֆեկտն է տալիս։ Երկու դեպքով ջուրն է գցվում։ Այո։ Շատ լավ, ես չգիտեմ, մենք հասցնենք այլ թեմաների անդրադառնալ թե ոչ, բայց ես այս քրեականի մասով մի բան էլ ասեմ, նայեք, ընթացակարգը ինձանից լավ գիտես, օպերները նախնական հաշվարկ են անում, հետո ուղարկում են քննիչի կամ օպերներն են ասում, կալանավորման հարցը կամ օպերներն են ասում, եթե չվճարես քրեական գործ կհարուցենք եւ այլն, քննիչները կալանավորում, այս հարցերը սենց ընդհանուր գալիս է, հետո գալիս է դատախազությունը նայում քրեական գործը արդյոք հիմքեր կա եւ այլն, սենց գնում է։ Բայց եթե վիճակագրությունը նայեն, այս հարուցված քրեական գործը եւ դատարան գնացածը շատ պատկերավոր կլինի, որ անօգուտ, անիմաստ, բավական մեծ գործեր կան, որ պետությունը այս ռեսուրսը ծախսում է անիմաստ։ Այն կարծիքն է, որ կանոններ դնենք, ինչ որ սահմանափակումներ, որ սրանից հետո քրեական գործ հարուցվի, սրանից հետո չէ, այստեղ վարքագծի կանոնը պետք փոխել ու այն պահանջը, որ դրված է, այդ պահանջը ուղղակի հանել։ Չի կարա ցանկացած ներքևի օղակի աշխատող առանց վերև իր այսինքն երախայում գտնվող իր ղեկավարի իմացության ինչ որ բաներ անի առանց վերևինի իմացության։ Հետևաբար այստեղ հարցը ոչ թե օրենսդրորեն սահմանափակել էս չի կարանի, էս չի կարանի, սա համակարգիչը այս դեպքում կարա վերցնի, այդ դեպքում չի կարա վերցնի։ Չէ, այդ կանոնները սենց տենենց մի կետ գտնում են բանի փոխելու համար։ Ընդհանրապես պետքա հանրականը ուրիշ ձև լինի, ասվի, գիտեք ինչ, այս չափից ավել կամ այս չափից ավել, եթե խախտում, բաց այդ խախտումներ կա կամ գտնում եք որ սենց, կանոնները լինի, այս կանոններով առաջնորդվենք, չչարաշահենք։ Այսինքն երբ որ բյուջե լցնելու ամեն գնով հարցը դուրս գա, չեն ասի բեր փոխտուր եւ այլն։ Այո։ Բայց ուղղակի կանոնները այստեղ թույլ տուր մի քիչ չհամաձայնել հետդ։ Կանոնները իմ կարծիքով կան։ Ուղղակի դրանք շատ դեպքերում չեն պահպանվում։ Օրինակ նույն այդ արգրավման process-ը ինքը համապատասխան կարգերով նկարագրված է եւ դա պետք է կատարվի, երբ որ պահանջ է ներկայացվում, պահանջվում են որոշակի փաստաթղթեր, տեղեկատվություն եւ այլն, չի տրամադրվում նոր արգրավի։ Հետո
Օրինակ սահմանված է ենթադրենք միջոցառում իրարի եւ փաստաթղթերի զննություն, որի շրջանակում վերցվում են համակարգիչներ։ Համակարգիչները իմ համոզմամբ իրեր չեն եւ այն ինչ որ զննվում են, չեն զննվում համակարգիչները, այլ զննվում են դրանց մեջ եղած տվյալները, բայց այստեղ էլ կա կարգավորումներ, հա, կա կարգավորում, որ պետք է զննությունը իրականացվի հարկ վճարողի մասնակցությամբ, որոշակի դեպքերում դատարանի որոշմամբ եւ այլն, բայց մենք պրակտիկայում գիտենք, տեսնում ենք, լսում ենք բազմաթիվ պատմություններ, որ այդ զննությունը եւ մնացած ամեն ինչ կատարվում է առանց հարկ վճարողի մասնակցության եւ post factum հարկ վճարողի ներկայացնում են թվեր, որոնցից շատ անգամ ինքը տեղյակել չի լինում կամ գլխի չի ընկնում ինչի մասն է խոսքը։ Ու կարծես թե իրավիճակում այդ կարգերը չեն օգնում։ Իդեպ շատ դեպքերում բնենց է լինում, որ օրինակ ասում են հարկ վճարողին բանար գրի, որ դու ես կամավ, այսինքն դու հանձնել ես այն բանը ընդհանրակարգ առանց պահպանելու, հետո ասում են հարկ վճարողն է ինքը կամավոր հանձնել։ Մենք ինչ անենք, մենք օրենք չենք խախտել, ինքը կամավոր տվել է, մենք հարկ վճարողը ինքը նաև ճնշվում է, ես կարծում եմ դա նաև ճնշման միջոց է։ Դու օրինակը բերեցիր, որ օրինակ կարող է ինչ-որ դիմակավորված կամ դրսում ինչ-որ հատուկ աշխատակիցներով, մեծականակ աշխատակիցներով մոտենան հարկ վճարողին, որը նաև իմ կարծիքով ճնշում է հարկ վճարողին, ինչ-որ իմաստով ընկճում է, իհարկե կախված մարդուց, բայց նա չհասկանալով էլ թե այստեղ որն է իր իրավունքը եւ որը իրավունքը չի, ինքը կարող է այո տալ ու ստացվի, որ այդ ինքը տրամադրեց կամավոր եւ բանը ստացենք։ Ու մի բան էլ, օրինակ մի երևույթ էլ կա, որը կարծում եմ պետք է ես հուսով եմ, որ պատասխանատուները այդ հարցին կանդրադառնան եւ գուցե ինչ-որ լուծում տան։ Մենք ինձ մի դեպք պատմեցին, որ ըստ կարգի, երբ որ ներկայացնում են պահանջը, գրավոր պահանջը ինչ են պահանջում ստանալ, ներկայացրել էին 25 րոպե ժամանակ։ Այն դեպքում, երբ որ հարկ վճարողն ասում էր, մի փոքր պետք է համբերել, իրենց մուտք գործելուց հետո 25 րոպե ժամանակ, ենթադրենք ժամը 11-ին մուտք ենք գործել եւ ասում ենք ժամը 11:25, մեզ տրամադրեք SSS տեղեկատվությունները։ Պարզա որ չի կարողանալու այդ կար ժամկետում։ Չկարողանալու արդյունքում, այո, սա մեկնաբանվում է որպես հիմք, որ չտրամադրեցին, ուրեմն կարող են կարգրավել։ Ես կարծում եմ, այս մոտեցումը լավագույնը չի ու արժի նման մոտեցումները բացառել։ Ես հուսով եմ, որ համապատասխան արձագանք կլինի այս խնդրին եւ կբացառվի։ Պետք է մեկը փոխվի այդ իրավապահ մարմինների իրավապահ նկատի ունեմ քննչական մարմնի աշխատակիցներ եւ օպերվարության աշխատակիցներ, երբ որ որոշների մոտ նկատվում է այն վարքագիծը, ոնց որ հարց լուծող մարդ եմ, էլի, այտենց։ Այսինքն այդ պետքա փոխվի, էլի։ Երևույթներ, որ մեզ ծանոթ են շատ հնուց։ Այո։ Մինչև այս մոտեցումը չփոխվի, այդ խնդիրները ճնշվելու, մարդկանց sense ահաբեկվելու, այսինքն վարքագծից, հա, միգուցե իրանց թվում է, ասենք այդ աշխատակիցներին, որ ինքը որ այտենց տեղ աշխատում, ինքը պետք է դույով խոսա, պետք է ասի, հոպ, այսքան ժամանակ ունեմ շուտ արաբան, այս, բայց այս մենք եթե սրան են գնում, ասենք կարելի է լիքը ուրիշ երկրների օրինակ բերել, որ այդ վարքագիծը արմատացած է, բայց հաստատ ոնց որ թե այտենց իշխանությունը չի ուզում նմանվի այդ երկրներին, էլի։